իրենց տրամադրության տակ է։ Եվ այսպես հանրապետականը մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը, այն է ժողովրդավարության բացակայությունը, եւ Արցախ իր բոլոր բխող խնդիրներով։ Արցախի մեջ մտնում է արցախայության վերադարձի իրավունքը, ամենակարևոր բանը կներեք քաղաքական խոսույթում ընդդիմությունը հաճախ սա մոռանում է, բացի մեզանից թող ներվի, գուցե չեմ լսել, այլ տեղ չեմ լսել իրոք, որ խոսքը միայն արցախայության վերադարձի իրավունքի մասին չէ։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչու է արցախայությունը հայտնվել Հայաստանում, որովհետև ենթարկվել է էթնիկ զտման, ինչը ցեղասպանական գործողություն է։ Այսինքն արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլը իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով եւ հնարավորություններով այդ էթնիկ զտման ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական եւ քաղաքական ջանքեր։ Այո, հետո վերադարձի իրավունք, նյութագույթային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության իրավունքներ եւ իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը։ Այսինքն մենք երկու բլոկ խնդիրներ ենք պատրաստվում բարձրաձայնել։ Այս միջոցառումները ներառելու են իրենց մեջ ինչպես բովանդակային մասնագիտական հարթակներ, այստեղ մենք դիմել ենք եւ առաջարկել ենք տարբեր հասարակական կազմակերպություններին, որպեսզի իրենք մեր աջակցությամբ, եթե կարիքը կա, ստանձնեն այդ առաջամարտիկությունը, օրինակ պատմել բազմալեզու ձևաչափերով Հայաստանում առկա իրավիճակի մասին փաստաբանների, իրավապաշտպանների, իրավաբանների, լրատվական միջոցների ներկայացուցիչների շուրթերով, այնպես էլ մենք առաջարկել ենք եւ իրականացնելու ենք նաեւ քաղաքացիական ակցիաներ, որոնք իրենց մեջ կրելու են հենց այս իմաստը՝ դեմոկրատիայի ճգնաժամ եւ Արցախ որպես խնդիր մեզ համար։ Ավելին, ես կարող եմ ջուր խնդրել, Հենրիկ ջան, ջուր կարող եմ խնդրել, ջուր կարող եմ խնդրել, շնորհակալ եմ։ Եվ ավելին, գիտեք, որ Հայաստանի մի շարք աջակցություն են կներեք։ Գիտեք, որ Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին եւ մեր առաջարկությունների մեջ նաեւ կա նամակի նախագիծ, որը մոտ օրերս մենք կքննարկենք մեր այլ գործընկերների հետ, որի գաղափարը հետեւյալն է. անկախ մեր քաղաքական տարաձայնությունից Հայաստանի ներսում, անկախ նրանից, թե մենք ինչ գաղափարական հիմքով որ քաղաքական ընտանիքների անդամ ենք, մենք հայկական կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության եւ իրականության ձայն բարձրացնենք, եւ մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել, հիշեցնեմ ձեզ, Հանրապետականը եւ Ժառանգությունը ԵԺԿ անդամներ են Եվրոպական ժողովրդական կուսակցության, Հայ հեղափոխական դաշնակցությունը սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, Բարգավաճ Հայաստանը կոնսերվատորների եւ բարեփոխիչների եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը եւ Լուսավոր Հայաստանը լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, որքանով ես տեսնում եմ նաեւ հայաքվեն աշխատում է եվրոպական մեկ այլ քաղաքական ընտանիքի հետ, եվրոպական պատրիոտների հետ, եւ այստեղ պետք է նաեւ բանակցենք Արցախի կուսակցություններից մեկի հետ, նախկինում ազգային ժողովի նախագահ պարոն Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին, որտեղ իրենք անդամ են։ Այսինքն, եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրո անդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր այդ տարի եւ միասնական ուղերձել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին, կարծում ենք սա նույնպես կարևոր նախաձեռնություն եւ գործ պետք է լինի։ Հաջորդը, որ ես